Բարեկամներ վերադարձանք հնարավորինս հակիրճ ես կարդացի ձեզ համար Գարեգինեժների կենսագրությունը եւ թե ինչպես այն մի խումբ լավ ազգայնասեր հայերը կարողացան Գարեգինեժների աճուրները տեղափոխել Մոսկվայի գերեզմանոցից Հայաստան եւ պատվով թաղեցին Խուստուբ լեռան լանջին եւ մի մասն է Սպիտակավոր եկեղեցու Բաքում։ Հիմա փորձեմ պատասխանել մեկ-երկու զանգի, հետո կշարունակենք։ Այո, լսում եմ ձեզ, դուք եթերում եք, խնդրեմ։ Բարի եկեղեցի։ Բարի ձեզ։ Շատ հետաքրքիր է, շատ հուզիչ եւ շատ սրտաճմլիկ հաղորդում է։ Շատ շնորհակալ ենք, որ ձեզ նման անձնավորությունները այդ մասունքների պատմությունը հասցնում են հայ ազգին եւ նրանք թող հավերժ լինեն եւ չկորչեն այս հիշատակները, որպեսզի մեր հայ ազգը իմանա թե ինչ է ինչ չի։ Մեր հայ ազգի գլխին շատ թշնամին, մենք շատ թշնամիներ ենք ունեցել։ Առաջի հերթին հрьяն է, առաջի հերթին թուրքը, ռուսը, Լենինը, մյուսը, այդ բոլորը թշնամիներ են եղել, չեն ուզել որ Հայաստան հայ ազգը գոյություն ունենա։ Այդ ժամանակներից է որ սկսել են այդ բոլոր պատմությունները, մինչև այդ խեղճ ու կրակետ շատ լավ երիտասարդների շնորհիվ այդ մասունքները, այդ պատմությունը, այդ մյուսը եկել է հասել է մեզ։ Էլի մեր ջանքերի շնորհիվ։ Այո, այո։ Էլի մեր ազգի, մեր հանճարների, մեր լավ մարդկանց շնորհիվ։ Աստված իրենց հոգիները թող լուսավորի։ Շնորհակալություն։ Բարի գիշեր, շատ ուրախ ենք եւ կուզեի որ սրանից հետո ուրախալի եւ շատ լուրեր լսեին, որպեսզի ուրախանային։ Շնորհակալություն։ Այ ժողովրդի հայրենիքի համար բարի գիշեր։ Շնորհակալություն։ Այս տեղեկությունները որ ձեզ փոխանցում եմ նրա համար չի որ տխրենք, այլ հպարտանանք որ մենք նժդեհինման հայորդի ենք ունեցել։ Երանի մեր մեջ 1-2 հատ էլ գտնվեին Գարեգինեժներ։ Պետք է ուրախանանք, հպարտանանք, եթե որևէ ուրիշ ազգ մարդ ունենար, որ Գարեգինեժների մեկ կոշիկին արժանի լիներ, վստահ եմ արդեն ազգային հերոսի կոչում էին տվել։ Բայց մենք չենք կարողանում գնահատել մեր լավը, որովհետև տարբեր բաներ կան մեր մեջ, մարդուն յուրահատուկ թուլություններ, թերություններ կան եւ մենք փորձում ենք մեր կյանքի ընթացքում ձերբազատվել այս թերություններից, թուլություններից, որոնք մարդկային են, մենք պիտի վեր կանգնենք մարդկային թուլություններից, բարեկամներ, բավական է արդարացում փնտրենք, թե մենք վերջեվերջո մարդ ենք, մենք էլ ենք մարդ, ոչ, մենք մարդ չենք, մենք հայ ենք, մենք իրավունք չունենք մարդկային սխալներ թույլ տալ, բավական է, պետք է վեր բարձրանանք։ Ես այստեղ պատահական իմ թղթերի միջից գտա մի բան, որ երկար ժամանակ իմ թղթերի մեջ էր, հենց հիմա նյութը բացվեց եւ ուղղակի ուզում եմ ձեզ համար սա կարդալ, ճիշտ տեղին է։ Տարիքով շատ տարիքով մեծ ամերիկյան հնդիկ Չերոկի առաջնորդը, ցեղի առաջնորդը խոսում է իր թոռան հետ, փորձում է բացատրել թե ինչ է մարդը եւ ինչ է իրենից ներկայացնում։ Ծերունի Չերոկին ասում է, Բալիկ ջան ասում է, տղա ջան, մարդը մշտապես պատերազմի մեջ է ինքը իր հետ, իր մեջ նստած է երկու գայլը։ Մեկ գայլը շատ դաժան է, սոված է, նախանձոտ է, խանդոտ է, դժբախտ է, փոքրության հիվանդությամբ է տառապում, ախտով է տառապում, ստում է, ունի ահավոր մեծ էգո, այսպես կոչված ինքնասիրություն, հիվանդ ինքնասիրություն։ Իսկ մյուսը լավն է, ասում է, մյուս գայլը շատ լավն է, շատ բարի է։ Նրա մեջ կա եռանդ, կյանք, սեր, հույս, հոգու ազատություն, համեստություն, բարություն, մյուսին հասկանալու ձգտում, առատություն, ճշմարտախոսություն եւ սեր դեպի բախտն ու կյանքը։ Թոռը ասում է, իսկ այդ երկու գայլերից որ մեկն է հաղթում մեր մեջ։ Ծերունի Չերոկին պատասխանում է, հաղթում է նա, որին դու կերակրում ես։ Բարեկամներ, շատ լավ պատմություն է հնդիկների վերաբերյալ է գրված, բայց բոլորիս մասին է, բոլորիս է վերաբերվում։ Մենք ժամանակն է, որ սկսենք կերակրել մեր մեջ նստած այն կեսին, չասենք գայլին, ասենք այն կեսին, որը բարությամբ եւ ազգասիրությամբ է աճում, բազմանում, զարգանում, մտածում։ Չմոռանանք, որ բոլոր իմաստությունների եւ սուբ գրքերի մեջ գրված է ի սկզբանե բանն էր, բանը միտքն է,
Մտածենք, մտածելուց է գալիս ամեն ինչ։ Ինչպես մտածում ենք, այնպես էլ դառնում ենք։ Մի քանի թևավոր խոսքեր Գարեգին Նժդեհից եւ այսօր կավարտենք նրա մասին մեր հաղորդումը, բարեկամներ։ Գարեգին Նժդեհը գրել է. Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարված մի անմիտ ու անխիղճ խաղ, ուժեր, որոնցից մեկը ստեղծագործում է, իսկ մյուսը կործանում է ու քանդում։ Այո, կյանքը կռիվ է, կռիվը պահանջում է զենք, բայց նամարդ է նա, որն այդ զենքը դժոխքից է վերցնում։ Երբեք չմոռանանք, որ ձեր անձնական պատիվը կապված է ձեր զինակիցների, ձեր զորամասի, ձեր ցեղի պատվի հետ։ Ուստի սովորենք գերադասել պատվավոր մահը անպատիվ կյանքից, թե կռվում, թե կռվից դուրս։ Սդել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինելուց։ Եղիր ազատ, գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն։ Խոնարհիր ճակատդ միայն իդեալի առաջ, միայն իդեալի ազատ գերին եղիր։ Իդեալ նկատի ունի գաղափար։ Եղիր բացարձակ եւ ոչ մի զիջում։ Հանցանք է չզիջելը, զիջել նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել։ Մի նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին։ Կրկնեմ, մի նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին։ Թուլությունը չարությունը, գոռոզությունը ուժ չէ, այլ տկարություն։ Մարդկանց մի նայիր վերևից, դա հեղինակություն չէ։ Տկանն է ձգտում հաճանալ ամբողին, արժանանալ փողոցի ուշադրությանը։ Ասպետ եղիր նախ եւ առաջ անձիդ նկատմամբ։ Իսկ գիտես, որ որքան հոգեպես անդոր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա։ Մարդս իր խոսքի մեջ է դրսևորում իր հոգու բովանդակությունը։ Սա լավն է, սա դուրս գալիս է, ասում է, արի է նա, ով իր մեջ սել է իր կաշվի համար դողացող անասունը։ Կրկնեմ, ես մեկը լավն է, ասում է, արի է նա, այսինքն ուժեղ է նա, ով իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը։ Բարոյապես սնանկ է այն անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը։ Բարոյապես սնանկ է այն անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը։ Անեցք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը, չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է։ Եսական է, անասնանում են նրա հետ առնչվողները։ Ծույլ է մտավորապես, հոգևոր հնավաճառներ են դառնում նրա շրջապատողները։ Անհայրենապաշտ է, հայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը, հակահայրենիք, ներողություն, հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը։ Այսինքն, եթե նա հայրենապաշտ չի, եթե ինքը իր հայրենիքը չի սիրում, բնականաբար կողքը վխտում են այնպիսի մարդիկ, որոնք ատում են իրենց հայրենիքը։ Իսկ անարի է զգալիորեն, երբ չոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները։ Այնքան հետաքրքիր բաներ կա նրա կողմից գրված, որ դժբախտաբար ժամանակը երբեք չի բավարարում, մենք մեր լավ հաղորդումները վերջացնելու, լիովին վերջացնելու։ Մի կտորել կարդամ իր գրածներից, ասում է, այսօր մասնավորապես, երբ որևէ բան զերծ պետք է պահել ստա հայրենասիրության պղծանքից, հայ խաչը, մանուկը, գիրը, ազգերը չունեն ավելի ճակատագրական պաշտոնյաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները։ Կղեր, ուսուցիչ, խմբագիր, մեծագույն օրհնություն եւ չարիք միաժամանակ։ Հետաքրքիր է, չէ՞։ Կղեր, ուսուցիչ, խմբագիր, մեծագույն օրհնություն եւ չարիք միաժամանակ։ Օրհնություն են, երբ ցեղն է վարում սրանց խղճմտանքը, անեծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները։ Այս բառը շատ լավն է, շատ բան է, հայտնի է Գարեգին Նժդեհի բոլոր սիրողները բառը օգտագործում են։ Պղծադավան է այն հոգևարականը,
նա Թշնամին անվանում է Պղծադավան թշվառական, հիշեք այս խոսքերը շատ լավն է։ Պղծադավան է այն հոգևորականը, որով եւ ամենավտանգավորը ազգի ներքին Թշնամիներեն, եթե իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաեւ ցեղի տունը։ Սփյուռքի հայոց եկեղեցիների շատերում ուրախություն թուրքի եւ բոլշևիկի դեռ ցեղը տեղ չունի։ Նման հաստատությունները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն եւ հայրենիքին։ Պաշտոնապահությունը կատարում ուսուցիչը, որի մարգարեն ցեղամերժ Մարքսն է, Լենինը, նմանը ոչ թե մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ հայերեն սատակներ կհասցնե վաղվա համար։ Հապա անցեղաշունչ թերթը, գիրքը, որոնց ամբողջ հայկականությունը կայանում է նրանով, որ հայատառ են, հայրենիքի եւ հայրենասիրության մասին աղմուկում են նմաններն էլ առանց անդրադառնալու, որ պղծություն է կատարում ամեն անհատ կազմակերպություն, հաստատություն, որի մտածմունքի, զգացության եւ գործերի մեջ ցեղը տեղ չունի, բայց եւ այնպես խոսում է ազգի եւ հայրենիքի անունից։ Հոգևոր չարաշահություն եւ անբարոյականությունից ամենազազելին է դա։ Սրանք են խաթարում մեր ազգի հոգին, մտածողությունը, նկարագիրը։ Շատ ուրիշ նման բաներ ունի, բայց թույլ տվեք 1-2 զանգեր պատասխանենք եւ վերջացնենք։ Այո, լսում եք ձեզ, դուք եթերում եք, խնդրեմ։ Այո, լսում եմ։ Այո։ Այո։ Լսում եմ։ Համլետն է խոսում, լսում եմ։ Վերջի, բարև ձեզ, վերջի 1 րոպեն է, խնդրում արագ տակ ձեր հարցը։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը։ Շնորհակալ եմ։ Ձեր հեռուստացույցի ձայնի չեցրեք, խնդրում եմ։ Ինչպես։ Հեռուստացույցի ձայնի չեցրեք, հեռախոսով խոսեք ինձ հետ։ Պարտապես ես հայրենասիրը նշեի, որոշ թշնամիներ ինքը Մոսկվայում Վլադիմիրը բանտում է մահացել, երկար տարի բանտում եղել, եւ այդ բոլորը ճիշտ է, ես ողջունում եմ այդ բանը, կալանչելով եւ եթե չեն թաղում ձեր հորանունը սամբել է։ Այո։ Ես շատ մտերիմ Եղավ, շնորհակալություն, ես դուք մի կախեք հեռախոսը, ես ձեզ կդնեմ հոլդի վրա, մեր ժամը վերջացել է, արդեն պիտի հաղորդումը վերջացնենք։ Սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, կներեք հաղորդումը վերջացավ, ժամանակը